Ամեն ժամանակ ունենում է իր առանձնահատկությունը, այժմ եւս առանձնահատուկ եւ վճռորոշ փուլում ենք գտնվում։ Մեր քաղաքական ուժը երկար տարիներ լինելով ազդակրական պայքարի մեջ, 18 թվականից հետո նաեւ փորձել ենք ընտրություններով մեր նպատակին մոտենալ, հայտնի պատճառներով, հայտնի խոչընդոտումներով նախորդ ընտրությունների մասնակցությամբ մենք ազգային ժողով չենք մտել։ Այժմյա առանձնահատկությունը նաև այն է, որ տասնամյակների եղեկող համագարքը խորը ճգնաժամի մեջ է, ես կասեի նաև հոգեվարքի մեջ է, բավական թուլացած է, ես հավանականությունը մեծ եմ համարում, որ այս անգամվա մեր ջիքը ունենալու է իր հաջողությունը։ Եվ ուստի այդ պատճառով դիմում ենք մեր համախոհներին, մեր աջակիցներին, մենք վստահ ենք, որ տասնյակ հազարավոր հայ մարդիկ եւ հայրենիքում եւ Սփյուռքում համագրում է մեր քաղաքապարներին, այս ուժին, այս թիմին, այս նվիրյալներին, բանդում թե ազատության մեջ մեր հորդորն է, գոչն է, հերթական անգամ անպայման աջակցեք։ Այո, ֆինանսը կարևոր է, բայց ոչ միայն ֆինանսով, ինչով կարող են եւ հայրենիքում բնակվող մեր հայրենակիցները եւ Սփյուռքում առիթից օգտվելով ես գոչ եմ անում Սփյուռքի մեր այն համախոհներին, որոնք ունեն հնարավորություն ֆիզիկապես ներկա լինելու անպայման կան Հայաստան եւ այդ օգնությունը ցուցաբերեն, որովհետեւ երբ Սփյուռքից գալիս են Հայաստան, իրենք ամբողջ, այսպես ասած, 2 շաբաթով են գալիս կամ 3 շաբաթով, այդ ամբողջ օրերը իրենք կարողանում են ամբողջ օրվա ժամերը նվիրել այս պայքարին, որը այնքան կարևոր է, որտեղ այստեղ ամեն մարդ չէ որ կարողանում է, որտեղ մարդիկ աշխատում են, սոցիալական բազմաթիվ խնդիրներ եւ այլն։ Ուստի ֆիզիկապես նաեւ ներկայությունը առաջիկա շաբաթներից սկսած այնքան կարևոր է։ Ես ունեմ զգացողություն, որ այս ընդրական ճակատամարտերին, որ մասնակցել ենք 2 անգամ, այս մեկը երրորդն է, ունեմ զգացողություն, որ այս անգամ մուտք գործելու ենք։ Օգնեք մեզ, որ ավելի հաստատուն լինի այդ մուտք գործելու քայլը եւ վերջապես գնանք մի քայլ առաջ, բոլորը պատկերացնում եք ինչպիսի վիճակ կլինի, երբ բևերի քաղաքապարներ գրող մարդիկ, առաջին մեր հնկյակը, առաջին մեր դասնյակը, այսօր տեսնում եք ովքեր են, լինեն ազգային ժողովում։ Բոլորովին այլ վիճակ կլինի, շատ ենք կարևորում ինքնիշխան անհատների ներկայությունը ազգային ժողովում, որովհետև դրանով պիտի ունենանք մեծ ազդեցություն առաջիկա փոփոխությունները լինելու են, դա որոշողը մենք չենք, սակայն մեր խոսքը, որոշիչ խոսքը լինելու է փոփոխություններում հնարավորինս ազգային բաղադրիչի արգայության համաչափը աճեցնելը, մեծացնելը։ Մեր առաքելությունը առաջիկա տարիներին դա է լինելու։ Ազգային բաղադրիչի արգայությունը ապակա պետությունում եւ ավելի ուշ ինչ չէ նաեւ արդեն կերտելու ապակա ազգային։ Մենք միակ ուժն ենք, որ նախորոք չունենալով կանցանակում համարժեք ֆինանս նետվել ենք այս պայքարի մեջ։ Վստահ լինելով, որ մեր աջակիցները մեզ օգնելու են։